Եվ այսպես աղջիկներ ջան, կրկին ողջունում եմ, սիրելի աղջիկներ, բարև բոլորիդ։ Եկեք սկսենք մեր այսօրվա հանդիպումը, ովքեր որ միացել են, ուզում եմ իմանամ ոնց է ձեր տրամադրությունը, ընթացքում կգրեք չաթում եւ առհասարակ կատալոգի մեկնարկը մեզ համար ոնց որ միշտ ամեն մի նոր բանի սկիզբ լինի, եթե այստեղ կան նորեկներ, միգուցե հիմա այս ինչ հասկանան, ինչի մասին եմ խոսում, բայց ընթացքում հետևեք ու ամեն ինչ պարզ կլինի։ Եվ բնականաբար շնորհավորում եմ բոլորիս մեր այս նոր կատալոգի մեկնարկի կապակցությամբ ու հատկապես նրանց, ովքեր նախորդ շրջանում, այսինքն նախորդ կատալոգում ցույց տվեցին հիանալի արդյունքներ եւ իրենց ձգտումներով ինչու՞ չէ նաեւ ոգեշնչեցին մեզ նաստավնիկներից, հովանավորներից, ասեմ սիրելիներս, որ այդ ամեն ինչը յուրաքանչյուր փոքրիկ հաջողություն շատ տեսանելի եւ ուրախացնող։ Այնպես որ շնորհավորում եմ բոլորիս երեխեք ջան, քանի որ այստեղ ընդհանուրում աշխատանքները, որ իրականացվում է, այդ ամենը լրիվ թիմային է, մեկս մյուսին աջակցելով եւ օգնելով։ Այսպես, հիմա արդեն ասացի, այստեղ կարծեմ նորեկներից ես տեսնում եմ Վիկային, չգիտեմ Արևը նորեկ է թե ոչ, անպայման չաթում կգրեք, որովհետեւ նմանատիպ հանդիպումների ժամանակ նորեկների, այսպես ասած, մասնակցությունը շատ ավելի եմ կարևորում։ Ուրեմն երևի սկսենք ծանոթանալուց, միշտ ծանոթությունից, ինչքան էլ որ ինձ այստեղ աղջիկները բնականաբար ճանաչում են, թեկուզ մեկ հոգի որ չի ճանաչում, ես ուրախ եմ ներկայանալու, ես Լուսնե Հովհաննիսյանն եմ, ձեր բոլորի ավագ նաստավնիկը, Faberlic ընկերության հետ համագործակցում եմ արդեն շուրջ 9 տարի, այստեղ մի փոքր ուզում եմ խոսել այդ մասին, աղջիկներ ջան, որովհետև 9 տարի ասում, բայց 10 տարի մտել եմ արդեն 10-րդ տարվա մեջ, բայց երևի ընդհանուրում լիարժեք 9 տարիա, որ իմ բիզնեսն եմ զարգացնում ու մի փոքր շատ կարճ այդ մասին խոսեմ, հա։ Ես 9 տարի առաջ կանգնած էի իրականում շատ դժվար ընտրության առաջ, որովհետև ունեի 2 ընտրություն իմ կյանքում, այդ ընթացքում, կամ պետք է աշխատեի, հա, կատարեի ընտրություն, աշխատեի մեկ ուրիշի համար, այսինքն գնայի սովորական, ինչպես բոլորը, հա, մեծամասնությունը աշխատում են տարբեր տեղերում, գնայի ես ինքս էլ մի աշխատանք գտնեի աշխատեի, չնայած նրան, որ մասնագիտությամբ մանկավարժ եմ, բայց չէի ուզում մանկավարժությամբ զբաղվել, դպրոցում աշխատեի կամ մանկապարտեզում, որովհետև որոշակի փորձ ունեցել եմ ու դա ինձ մի խոսքով երեխեք ջան, ինչքան էլ որ սիրելով էի այդ մասնագիտությունը ընտրել, բայց հավատացեք, կես տարի աշխատելու այդ փորձից հետո ես վերջնականապես որոշեցի, որ մանկավարժի աշխատանքը կամ թեկուզ մանկապարտեզում, հա, դաստիարակի աշխատանքը իսկապես այնտեղ պետքա քո հոգին դնես, քո ամբողջ ուժը, էներգիան, սերը, ցանկացած գործում հաջողելու համար դա պարտադիր պայման է, բայց սիրելով անգամ իմ մասնագիտությունը, երեխեք ես չկարողացա նույնիսկ 1 տարի աշխատել, հա, մանկապարտեզում, դպրոցում էլ մի քանի ամսվա փորձ եմ ունեցել։ Դուրս գալով աշխատանքից ինքնական, ես ինքս երդվեցի, որ այլևս չեմ աշխատելու ու շատ երկար տարիներ ուղղակի սովորական տնային տնտեսուհու կարգավիճակով, այսպես ապրել եմ, երեխաներիս մեծացրել, մի խոսքով դպրոց, մանկապարտեզ, ունեմ 3 երեխաներ, ինչպես ստանդարտ սովորական մայրիկների կյանքը կարելի ասել։ Բայց եկավ մի հատ տարիք 35 տարեկանում ես հասկացա, որ ես ինձ չեմ զգում, որովհետև ես իմ կյանքը չեմ ապրում ու միգուցե եկել է պահը, որ պետքա բացահայտեմ ինքս ինձ, իմ ուժերը, որ ես կարող եմ էլ ուրիշ ավելի ինչ-որ բան անել, նախ առաջինը ինքս իմ համար կայանալու, հետո նոր շատերը միգուցե գրանցվում են կամ փնտրում են աշխատանք նրա համար, որ օգնեն, աջակցեն իրենց ամուսնուն կամ չգիտեմ ինչ-որ այլ նպատակներով, բայց հավատացեք ինձ այդ պահին ավելի շատ հետաքրքրում էր, թե ով եմ ես, հա, 35 տարեկան եմ, դեռ չունեմ իմ չեմ գտել ինձ, մի խոսքով, փորձում եմ ինձ վերագտնել, գտնել, բայց ինքս իմ առաջ պայման ունեի, որ ես այնպիսի աշխատանք եմ գտնելու, այնպիսի հնարավորություն եմ փորձելու,
որ կապ չունենամ, հա, ինչ որ ղեկավարի, շեֆի կամ ուրիշ տեղ աշխատելու հետ կապված, այսինքն ես լինեմ ինքս իմ ամեն ինչի տերը, եւ ժամանակի տերը, եւ գործի տերը, հա, բոլոր կազմակերպչական այն ինչը որ ես պիտի անեմ, ես ինքս իմ համար, որովհետեւ ես բնույթով այդպիսին եմ ու ես հասկացա, որ այն մի քանի ամիսը, որ աշխատել եմ, այսպես ասած, ուրիշի ձեռքի տակ, դա իմ համար, չգիտեմ, այդքան էլ հաճելի չէր։ Մանավանդ, երբ որ ես կարողա ուշանայի ու դռների մոտ պահակ ասել արագ մտի, քանի քեզ տնօրենը չէր տեսել։ Մի խոսքով, այսպիսի բաներ երեխեք ջան, եւ ես չունենալով կայուն ինչ-որ եկամուտ, չունենալով ինչ-որ կապիտալ, որովհետև այն ժամանակ սրանից 9 տարի առաջ, երբ որ մարդիկ ամեն դեպքում լավ իմանունով ասեմ, երբ որ ես գործ էի փնտրում, միշտ իմ մոտ բան ասես տպավորություն էր, որ պիտի ինչ-որ կապիտալ ունենաս կամ հատուկ, չգիտեմ, հմտություններ ունենամ, փող ունենամ, որ կարողանամ ինչ-որ մի հատ գործ սկսեմ, մի բան անեմ, հա, իմ բիզնեսը կառուցեմ, կամ ինչ-որ մի նոր բան սովորեմ, բացի իմ մասնագիտությունը։ Այսինքն այդ ամենը չունենալով հանդերձ, ամեն դեպքում ես շատ էի ձգտում, շատ էի ցանկանում, որ սկսեմ մի նոր գործ, սկսեմ մի նոր բան իմ ընտանիքի կողքին, երեխաների, մի խոսքով տնային գործերի հետ համատեղ։ Եվ որոշեցի ռիսկի դիմել, հիմա ասեմ ինչ առումով եմ ռիսկի դիմելը ասում, որովհետև այստեղ շատ սկսնակներ, ովքեր բիզնեսի նպատակով են միացել, կարծում եմ, որ սկզբից ամեն դեպքում այդ վախը, այդ, չգիտեմ, ռիսկի գնալը եւ այլն այդ մտածելակերպը եղել է, որ իրենք անծանոթ մի հատ ոլորտ են մտնում եւ այդտեղ իրենք ինչ-որ ռիսկեր են դնում։ Իմ համար երեխեք ջան, այս ոլորտի հետ ծանոթանալուց հետո միակ ռիսկը, հա, եթե կարելի է այդպես ասել, ինչն էր, ժամանակն էր, այսինքն որոշեցի իմ միակ ռեսուրսը, ժամանակը, նաև էներգիաս ինչի չէ, այսպես ճակերտների մեջ ռիսկի դնել, որովհետև իհարկե էլի եմ նշում հնարավորությունների մասին լսելով հասկանալով, որ այստեղ ոչ մի ներդրումներ չկա, ես հասկացա, որ ընդհանրապես իմ ժամանակն ու էներգիան, դրանք են իմ թանկ ռեսուրսները, որտեղ ես դա պետք է իմ ընտանիքից կտրեի, ինձնից կտրեի ու դնեի իմ սեփական բիզնեսի վրա։ Այնպես որ այդ մտադրությամբ, այդ ամեն ինչը գիտակցելով ու հասկանալով ես սկսեցի իմ բիզնեսը համագործակցությունը Faberlic ընկերության հետ։ Բնականաբար շատերը այդ ժամանակ ինչ չէին հասկանում, դեռ իմ հարազատները հույս ունեին, որ ես անպայման վերադառնալու եմ իմ գործին, գնալու եմ դպրոց, չգիտեմ, դասավանդեմ եւ այլն, բայց ոչ, Լուսինեն սկսեց իր on-line բիզնեսը, նույնիսկ հարազատներին այդպես չասելով, որտեվ ես ուզում եի ի սկզբանե հասկանալ ուր եմ եկել, ինչ համագործակցություն է, ինչ հնարավորություններ կան այստեղ երեխեք ջան։ Եվ արդյունքում ինչ է ստացվում իմ համառության, նվիրումի, հավատի, մի խոսքով այդ ամեն ինչի շնորհիվ, ես հիմա աշխատում եմ տանից, ես ունեմ իմ սեփական բիզնեսը, ամեն ինչ կարելի ասել իմ ուզածով է, այսինքն թե ժամանակի առումով, հա, ես եմ կազմակերպում ինչքան աշխատեմ, ոնց աշխատեմ, ամեն առումներով երեխեք ջան, իմ գլխի շեֆը ղեկավարը այս բիզնեսում ես եմ եւ յուրաքանչյուր աղջիկ կամ մեր փորձառու տնօրեններից, լիդերներից կփաստեն, որ այստեղ միակ առավելությունը շատերի համար թերությունը դա է, որ դու ես քո բիզնեսի գլուխը, ղեկավարը։ Մի խոսքով, եւ փոքրիկ այսպես ամփոփում, այս փորձը, այս աշխատանքը, այս ճանապարհը ինձ ցույց տվեց, որ յուրաքանչյուր մարդ, ու հատկապես կանայք, քանի որ մենք կանանց հետ ենք համագործակցում, ցանկացածը կարող է փոխել իր կյանքը, եթե ինքը պատրաստ լինի աշխատելու, եթե ինքը պատրաստ լինի նոր բաներ սովորելու։ Լավ, այսքանը կարելի ասել, ոնց որ սկզբից իմ մասին, ինչպես եմ եկել, իհարկե շատ կարող եմ իմ պատմությունը պատմել, բայց ընդհանուրում ուզում եի պատկերացնեք 9 տարի առաջ, ինչպիսի sense որոշման առաջ էի կանգնած, ու փառք Աստծո, ես չեմ փոշմանել բնականաբար իմ անցած ճանապարհի համար ու այս պահի համար, որ ունեմ հիմա հնարավորություն, օրինակ ներկայացնել մեր ընկերության հնարավորությունները ձեզ։ Գնանք առաջ, աղջիկներ ջան, եւ տեսնենք տակ
Մեր ընկերությունը ինչ հնարավորություններ է առաջարկում։ Slide-ը փոխում եմ։ Ո՞ր երեխեք մի վարքյան։ Ես այստեղ պետք է մտնեի։ Զգում եմ, որ մի տեսակ sense slide-երս փոքրացել են։ Չգիտեմ, նշեցի թե չէ, այս տարիների ընթացքում այստեղ դուք հիմա նկարում տեսնում եք որոշակի ձեռքբերումներ, այսինքն կոչում, յուրաքանչյուր կոչումը հաստատելուց հետո ինչ ձեռքբերումներ եմ ունեցել։ Այստեղ փորձել եմ sense նկարի կոլաժի տեսքով ձեզ էլ ցույց տալ, կիսվել ձեզ հետ։ Եվ եկեք շարունակենք ու գնանք առաջ։ Ու հասկանանք ի վերջո ինչու Faberlic, ինչ պատրաստի լուծումներ է առաջարկում Faberlic-ը առհասարակ ժամանակակից ընտանիքի կյանքի համար, հա։ Ուրեմն ամենապարզագույններն այստեղ նշված, աղջիկներ ջան, մեր ընկերությունը ունի 15 կատեգորիա, 15 բաժիններ, տարվա ընթացքում 18-ից 19 անգամ թողարկվում է նոր կատալոգ, այսինքն մեր աշխատանքային շրջանները, հա, կատալոգի ժամանակահատվածը 18-ից 19 անգամ է, հիմա մենք 19-րդ կատալոգում ենք, այսինքն այս տարի 19 անգամ մեր կատալոգը թողարկվեց նորովի եւ ովքեր որ գումար են աշխատում, գումար են վաստակում 19 անգամ իրենց եկամուտները ստացան իրենց հաշիվներին ի տարբերություն օրինակ մյուս աշխատանքների դեպքում, հա։ Ընկերությունը ունի բազմահազարանոց, ուրեմն ապրանքատեսականին, այստեղ 10,000 անուն ապրանքատեսական նշված, բայց շատերդ գիտեք, որ յուրաքանչյուր կատալոգի ընթացքում բազմաթիվ նորույթներ են դուրս գալիս, այն որ նույնիսկ ես չեմ հասցնում բոլոր նորույթներից օգտվեմ, որովհետև ամեն կատալոգի ընթացքում իսկապես ես այսօր դեռ լրիվ չեմ հասցրել թերթել նայել կատալոգը, բայց նորույթները շատ են, մեկը մեկից, այն որ սպասված նորույթներ, մի խոսքով սա մեծ առավելություն է մեր ընկերության հետ համագործակցելու համար եւս, 1100 նույնիսկ ավելի ապրանքներ ամեն կատալոգում, ուրեմն դուք գիտեք, որ երբ որ մենք մտնում ենք մեր անձնական կաբինետ, այդտեղ մենք տեսնում ենք 10,000 եւ ավել անուն ապրանքանիշը, իսկ կատալոգը թերթելու, նայելու համար ընդհանրապես կատալոգում միայն կարելի ասել նորույթներն են, ակցիաներն են, հատուկ առաջարկները, որովհետև այդքան ապրանքատեսականի հնարավոր չի մեկ կատալոգում, հա, ասենք մեծ ինչ-որ հաստ գիրք կարար լինել։ Դրա համար շատ ավելի հարմար է այս տարբերակով ու այդքան ապրանքներ կան ամեն կատալոգում։ Եվ շուրջ 5 միլիոն օգտատեր տարբեր երկրներում, հա, օգտվում են մեր ընկերության արտադրանքից։ Ես կասեի նույնիսկ ավելի շատ, որովհետև երբ որ ցուցանիշները մենք նայում ենք, թեկուզ հենց մեր անձնական կաբինետում կամ ամեն անգամ միջոցառումների ժամանակ, տարվա ամփոփման ժամանակ մեզ տեղեկացնում են, մեզ ասում են, թե ինչքան մեծ աճ ենք մենք գրանցում, այսինքն ինչքան մարդիկ են միանում եւ թեկուզ հենց իրենց գնումները կատարում մեր ընկերությունից։ Կներեք երեխեքան, մի վարքյան։ Երեխեք ջան, կներեք, էլի չի կարա չպատասխանեի այս պահին։ Так, ուրեմն ուր հասանք։ Հասանք ուղիղ վաճառքներ, հա։ Ուրեմն մի փոքր խոսենք մեր ընկերությունը ինչ վաճառքներով է զբաղվում։ Ուղիղ վաճառքներ ամեն անգամ այս slide-ը նայելիս կամ լսելիս ես էլի հիշում եմ ինձ սկսնակ ժամանակ, երբ որ ուղիղ վաճառքներ sense բառը լսում էի, բառակապակցությունը իմ համար այնքան անծանոթ էր, չի պատկերացնում, հա ինչ է նշանակում ուղիղ վաճառքներ։
Եվ եկեք մի փոքր հիմա պարզաբանեմ, եթե մենք այստեղ ունենք սկսնակներ, նորեկներ, սա երեխեք ջան, մի հատ գործընթաց է, մի հատ process է, երբ որ ինչ է տեղի ունենում, երբ որ կա գործարան, հա, կա հսկայական գործարանը, իդեմս մեր Faberlic-ի, եւ մենք առանց միջնորդների, առանց խանութների, անմիջապես հաճախորդին կարողանում ենք ցույց տալ, հա, որտեղ հասցնել, ներկայացնել ապրանքի բարձր որակը, էլ չեմ ասում, որ արտադրանքը շատ արագ, անմիջապես արտադրողից, հա, հասնում է սպառողին, ունի բարձր մրցունակություն, ուրեմն այստեղ նաև ուղիղ վաճառքների դեպքում մեր ընկերությունը ինչի է ընտրել հենց ուղիղ վաճառքներ տարբերակը, առաջինը նշեցի, որ անմիջապես հենց հաճախորդի հետ գործ ունենա, անմիջապես առանց միջնորդների եւ առանց ինչ-որ sense տարբեր ճանապարհներ անցնելու ապրանքը պատվիրի ու ստանա գործարանային գներով, պահեստային գներով, ովքեր որ գրանցված են, իհարկե խոսքը իրենց է վերաբերում։ Եվ մյուս կարևոր առավելությունը ուղիղ վաճառքների դեպքում այս տարբերակում կարելի է ստեղծել հավելյալ եկամուտներ ու բնականաբար սեփական գործ, ճկուն գրաֆիկ առանց տանից դուրս գալու, շփում, ինքնահաստատում, մի խոսքով այս ամեն ինչի մասին են առաջի սլայդում ասեցի, լրիվ իմ համար էր, երբ որ ես կարդացի, իմացա։ Եվ մյուս հնարավորությունը, որ էլի, հա, մեր հաճախորդները, ովքեր որ թեկուզ մեր միջոցով իմանում են ապրանքի մասին, մի խոսքով ընկերության արտադրանքի մասին, այսինքն մենք ենք որպես միջնորդ դառնում, մենք որպես խորհրդատու, հա, մեր կլիենտները, մեր հաճախորդները էլի ստանում են հասանելի գներ, անհատական մոտեցում մեր կողմից ու ովքեր որ արդեն գիտեն, երեխեք ջան, պարզից էլ պարզ է, որ այս տարբերակով մենք էլ ավելի մեր ժամանակը եւ ուժերը ինչ ենք անում, խնայում ենք։ Ու իրականում սա ոչ միայն հնարավորություն է, հա, վաճառքներ իրականացնելու կամ անձնական գնումներ կատարելու, նաեւ երեխեք մենք կարողանում ենք մեր սեփական բիզնեսը զարգացնել։ Աջակցելով մեկս մյուսին, հա, արդեն երբ որ թիմա ձևավորվում, հասնում ենք մեր ուզած հաջողություններին։ Այնպես որ ուղիղ վաճառքները թույլ են տալիս աշխատել նաև այս տարբերակով, այսինքն սկսել սեփական բիզնես, աշխատենք մեր ազատ գրաֆիկով եւ արդեն ովքեր որ անձնական իրենց գնումներն են կատարում, արդեն մեր հաճախորդները անմիջապես էլ եմ ասում, սա շատ մեծ առավելություն է, երբ որ ապրանքը իրենք այս տարբերակով են, հա, այս տարբերակով է հասնում իրենց առանց միջնորդավճարների եւ այլն։ Այսպես գնանք առաջ, երեխեք ջան, յուրաքանչյուրս գրանցվելուց առաջ մեր նաստավնիկից, մեր խորհրդատուից լսում ենք այս 3 հնարավորությունների մասին, այսինքն մենք ինչքան էլ ներկայացնենք ցանցային բիզնեսը իր առավելություններով, ընկերությունը եւ այլն, բոլորիս մոտ, ովքեր որ հա սկսնակ են, հատկապես իմ մոտ տպավորվում է այս 3 պարզ հնարավորությունները, այսինքն Faberlic-ի հետ համագործակցելու 3 հնարավորությունները ֆիքսում ենք։ Առաջինը դա ձեռք ենք բերում ապրանքները տնտեսումով, ստանում ենք հավելյալ եկամուտ եւ կառուցում ենք սեփական բիզնեսը։ Այսինքն այս 3 հիմնական համագործակցության տեսակները։ Էլ չեմ ասում 4-րդ համագործակցությունը, որ երբ որ դու արդեն ունենում ես թիմ, ստեղծում ես քո որոշակի, հա, այդ թիմը եւ կոչումը դու կարողանում ես ունենալ բացել նաեւ քո սեփական գրասենյակը այնտեղ որտեղ որ դու ապրում ես։ Այսպես, այս 3 հնարավորությունների մասին մենք ի սկզբանե իմանում ենք, հասկանում ենք միջև գրանցվելը։ Գնանք առաջ եւ մի փոքր էլ քննարկենք ու հասկանանք, երեխեք ջան, ինչու արժե բացել սեփական խանութ եւ ինչ տարբերություն սովորական խանութ բացելու ու Faberlic-ի on-line խանութի մեջ։ Եկեք նկարով նայենք, պարզից էլ պարզ, մի կողմում գլոբուսն է, ես շատ սիրուն մի հատ արտահայտություն ունեմ այս գլոբուսի հետ կապված, միշտ ասենց ասում եմ, որ գլոբուսը մեր մատների տակ, այսինքն եթե մենք հատկապես հա on-line ենք աշխատում, ամեն ինչ կազմակերպում ենք on-line, մեր գնումները, մեր թիմի ստեղծումը հիմնականում 90%-ով այդ ամեն ինչը on-line է իրականացվում, ու ես միշտ ասում եմ, աղջիկներ ջան, գլոբուսը մեր մատների տակ է, մնացածը կախված է թե մենք ոնց ենք աշխատում, մենք ոնց ենք այս ամեն ինչը կազմակերպում։ Այսինքն հիմա իսկ մյուս դեպքում ավանդական կամ տրադիցիոն ձևով հա խանութների
տարբերությունը մի հատ տեսեք, երբ որ օրինակ մենք այս ամեն ինչը on-line ենք դիտարկում, on-line ենք անում, մենք ոչ միայն մեր տարածաշրջանից ենք ունենում գործընկերներ, հաճախորդներ եւ այլն, ու տարբեր երկրներից, այլ ունենում ենք այլև տարբեր երկրներից, իսկ տրադիցիոն բիզնեսի կամ խանութի սովորական պատկերացրեք ձեր բակում դուք ձեր խանութն եք բացել կամ ձեր թաղամասում կամ օրինակ ձեր բարեկամը կամ ցանկացած խանութ նայեք, հա, այսինքն այդ խանութը նախատեսված է այդ տարածքի համար, այսինքն այդ տարածաշրջանի համար, այդ թաղամասի համար։ Չգիտեմ ինչ պիտի լինի, որ քաղաքի մյուս ծայրից կամ ինչ-որ մի տեղից գան այդ խանութում իրենց գնումները անեն։ Մի հատ այս ահռելի մեծ տարբերություն տեսեք, ես ամենա հələ մի հատ երկրորդ տարբերությունը ասացի։ Եվ գնանք առաջ արդեն այստեղ մի քիչ ծավալուն խոսենք հենց մեր ինտերնետ խանութի առավելությունների մասին։ Երեխեք դուք լսում եք ինձ։ Հուսով եմ լսում եք։ Լսում ենք։ Հա։ Ուրեմն հիմա մի քիչ էլ այսպես ավելի ծավալուն խոսենք մեր ինտերնետ խանութի առավելությունների մասին ու շարժվենք առաջ։ Ինչ ենք մենք առաջարկում։ Առաջարկում ենք ամբողջությամբ պատրաստի եւ Հայաստանի ամենակարևոր փաստերից մեկը պետռեգիստրում պաշտոնական գրանցված ֆիրմայի հետ համագործակցություն։ Ինչպես նշեցի, բացի Հայաստանից մենք ունենք նաև համագործակցություն տասնյակ երկրներում։ Երեխեք շատ կարևոր է, հատկապես ովքեր որ ինչ-որ բիզնես են սկսում, գործ են սկսում, հա, օրինականությունը ստուգել, այսինքն իմանալ, որ տվյալ կազմակերպությունը կամ տվյալ ֆիրման պաշտոնական գրանցված է, պաշտոնական գրանցում ունի հենց քո երկրում, որտեղ որ դու աշխատելու ես, ինչը կա մեր ընկերության հետ։ Ուրեմն, ինչ ունենք այստեղ։ Մենք ունենք պատրաստի մեծ on-line հարթակ, հիպերմարկետ, մեծ խանութ, որտեղ առանց գումար վճարելու նախ առաջինը, հա, անվճար գրանցում է իրականացվում։ Ու ստանում ես քո մուտքի բանալիները։ Պատկերացրեք, որ ասենք նույն այն խանութի դուռը բացվում եւ աշխատացնում է, այդ նույն լոգին պարոլն են հենց ձեր հիպերմարկետի, այսպես ասած, մուտքի բանալիներն է։ Պատրաստի հարթակ, դուք ոչինչ չունեք այնտեղ անելու, կազմակերպելու, չգիտեմ, մտածելու, ամեն ինչ ֆիրման մտածել է ձեր եւ մեր փոխարեն, հա։ Այստեղ ուրեմն մենք չենք ծախսում ուժեր, չենք ծախսում ժամանակ, ինչ որ տեխնիկական հարցերի վրա, արդեն նշեցի, ամեն ինչ մտածված է ֆիրմայի կողմից, մեզ մնում է, ովքեր որ գալիս են բիզնես, մնում է մուտք գործել, ծանոթանալ ամբողջովին այդտեղ էլ բավականին մեծ ինֆորմացիա կա համագործակցության մասին, մարքեթինգ պլանը, ու շատ հետաքրքիր բաներ, որ անընդհատ կարող եք sense բացել ու կարդալ, բացել ու նայել, ծանոթանալ։ Այդ ամեն ինչը արդեն ոնց որ դուք պետք է անեք։ Ապրանքների եւ ակցիաների հասանելիություն, սպառավաճառքներ, խաղարկություններ, այդ ամենի մասին է սիրելիս ֆիրման է հոգ տանում։ Այսինքն, եթե համեմատենք այլ խանութների դեպքում, ամեն ինչ տիրոջ ուսերին է, չենք ած ամեն ինչ ինքը նախ իր հետ պետք է ունենա, չգիտեմ, էլի մարդիկ, որ իրան օգնեն, մտքեր տան, կամ մենակով են անում շատերը, հա, ապրանքներ հասցնեն, բերեն, ինչ մտածում են, ինչ ակցիաներ դնեն, ինչ հետաքրքիր սպառավաճառքներ անեն եւ առհասարակ տարվա մեջ ինչ խաղարկություններ անեն, որպեսզի իրանց բիզնեսը զարգանա, առաջ գնա։ Իսկ այդ ամենի մասին, ի տարբերություն, հա, խանութների կամ այլ բիզնեսների, մեր ֆիրման ինքն է հոգ տանում, երեխեք ջան։ Այսինքն մենք չենք զբաղվում ապրանքների ներկրմամբ, ինչպես շատ անհատներ են անում, չենք պահեստավորում, չենք մտածում ապրանքի սերտիֆիկացման եւ այլ գլխացավանքների մասին եւ նույնիսկ առաքումներով մենք չենք զբաղվում։ Այդ ամեն ինչը կազմակերպված է ի սկզբանե, հա։ Ես հիշում եմ, երբ որ էլի նոր էի, երբ որ խոսում էի, գործը ներկայացնում էի եւ այլն, շատ ժամանակ ասում էին հիմա ձեր տանը այդ ապրանքները կա, կարանք գանք նայենք ձեր ապրանքները։ Այսինքն մարդկանց մոտ այդ մտածելակերպը նորմալ է, ես համարում եմ նորմալ է, որովհետեւ շատերը չեն պատկերացնում, լավ, ո՞նց է հնարավոր, եթե օրինակ դու ապրանքային, հա, ինչ որ ընկերության հետ ես համագործակցում, բայց քո տանը ապրանքներ չկան, հա, ինչ որ պահեստային մաս չկա։ Շատերը դա չեն պատկերացնում։ Լավ։ Եվ մեր ընկերությունը ապահովում է այդ ամեն ինչով, ակցիաներ, հատուկ առաջարկներ, ու մենք ոչ մի ջանք չենք թափում դրա վրա։
Այստեղ մեր աշխատանքը, այն ինչը որ մենք հիմա անում ենք, որ բիզնես ենք զարգացնում, չի սահմանափակվում մենակ ինքներս մեզանով, հա, ինչ որ լրացուցիչ եկամուտներով։ Մեր բիզնեսը նաև կարողանում ենք փոխանցել մեր ժառանգներին, ստեղծելով կայունություն եւ ապագա։ Այսինքն, եթե այլ աշխատանքների դեպքում ինչ օրինակ բերեմ, ենթադրենք բժշկի աշխատանքը կամ ուսուցչի մասնագիտությունը կամ հաշվապահի չգիտեմ, գրեք, եթե ինչ-որ ասելիքներ ունեք, ընթացքում գրեք, ես նաև չաթին եմ նայում, ուրեմն այդ դեպքում ոչ ոքս չենք կարա մեր աշխատանքը ժառանգենք, ասենք, եկավ հասավ ինչ-որ ժամանակ, որ մենք էլ չենք աշխատում կամ ինչ-ինչ պատճառներով, մենք չենք կարող, երեխեք, ասենք, լավ, ես դուրս եմ գալի, թող աղջիկս գա, այսինքն չենք կարող փոխանցել այդ ամեն ինչը։ Իսկ մեր բիզնեսի դեպքում կարելի է փոխանցել ժառանգներին, այսինքն բիզնեսը թողնել ժառանգության։ Ազատություն եւ ճկունություն այս մասին ես երևի թե մի քանի անգամ արդեն այս ընթացքում կրկնվեցի, մենք աշխատում ենք հարմարավետ գրաֆիկով, ցանկացած վայրից, առանց որևէ բարդությունների, կարևորը հեռախոսի եւ ինտերնետի առկայությունն ու ցանկությունն է։ Այդ ինչ առավելություն է տալիս մեզ մեր ընկերությունը, ճամփորդություն եւ զարգացում, այսինքն մեր արդեն գործընկերների համար հասանելի են տարբեր մրցանակներ, ուղևորություններ, ինքնազարգացման հնարավորություններ, տարբեր ուսուցումներ, հենց մեր ընկերության կողմից եւ հայերեն եւ ռուսերեն, տարբեր կանալներ ունենք, որ չկա տենց օր, որ ուսուցում չլինի, չկա տենց օր, երեխեք ջան։ Մի խոսքով սա յուրահատուկ հնարավորություն է համատեղել մեր գործը եւ անձնական կյանքը, կանխում առանց որևէ մեկից կանխում ունենալու, հա, կամ աշխատանքը կորցնելու վաղ չկա այստեղ, ինչ եղել է։ Հա, գնա, մի խանգարի։ Եվ այսպես, գնացինք առաջ, այս առավելությունները էլի անվերջ կարելի է թվարկել։ Հիմա ամենակարևորներից կարևորի մասին ենք էլի խոսում, ինչու մեր գնումները սկսենք անել Faberlic-ից եւ ոչ թե սովորական խանութներից։ Հիշում եք, ես սկզբում ասացի, որ ընկերությունը ունի տարբեր բաժիններ։ Այստեղ մի քանի կատեգորիաներ եմ առանձնացրել, մի րոպե, սլայդս։ Մի քանի կատեգորիաներ եմ առանձնացրել եւ արագ-արագ անցնենք այս կատեգորիաների վրայով։ Ունենք հատուկ բաժին հագուստի խնամքի լվացման միջոցներ, այսինքն ամեն ինչ մեր հագուստները լվանալու համար եւ բնականաբար էկոլոգիապես մաքուր, բաղադրությամբ, աղջիկներ ջան, այնպիսին են մեր ապրանքները, լվացքի միջոցների մասին եմ, հա, քանի որ հիմա խոսում, որ հանգիստ կարող եք նույնիսկ ձեր 0+ տարիքի երեխաների հագուստները լվանալ, նորածինների հագուստները լվանալ։ Եթե օրինակ այլ դեպքերում ես ինքս էլ մամա եմ եղել բնականաբար, միջև Faberlic-ը, երբ որ օրինակ իմ երեխաների համար լվացքի փոշի էի գնում, մի հատ 0+ տարեկանի կամ մի հատ մանկական էի առնում, մի հատ մեծերի էի առնում, մի հատ են էի առնում։ Իսկ այստեղ տեսեք նաև բացի այն, որ էկոլոգիապես մաքուր արտադրանք է մեզ հրամցնում ֆիրման, խտանյութերի ձևով, նաև մտածված է այն մասին, որ ամբողջ ընտանիքը կարա օգտագործի, այսինքն չես առնում մի քանի տեսակի բան։ Դու առնում ես մի տուփ լվացքի փոշի, 20-25, նույնիսկ 30 լվացքի համար, եւ այդ մի տուփ լվացքի փոշիով դու ամբողջ ընտանիքի հագուստները, շորերը լվանում ես։ Դրան պլյուս, եթե դու ունես բալիկ, ուրեմն քո բալիկի շորերը նույնպես։ Լոգասենյակի բաժին, այսինքն սրա մեջ կարա մտնի նաև մեր բաղնիքի մաքրման միջոցները, բաղնիկ, զուգարան, մի խոսքով այդ մաքրության միջոցների մասին է խոսքը, խոհանոցում մեր մաքրության միջոցները, այսինքն բացի մաքրության միջոցները, սպասքը լվանալու հեղուկը, յուղերի դեմ գազօջախի կամ այնտեղ տարբեր սփրեյներ կան, այնտեղ մենք ունենք աքսեսուարներ մաքրության համար, ամաներ լվանալու սպունգ, շատ ընտիր շորեր, սեղանի շորեր եւ այլն։ Բացի դա մենք ունենք նաեւ խոհանոցային ապրանքներ, կաթսաներ, թավաներ, շերեփ, մի խոսքով դանակ, մկրատ, սրճեփ, բլենդեր, այդ ինչ բաց թողեցի։ Կենցաղային տեխնիկա, ասենց ընդհանուր ասեմ, որ պատկերացնեք, կենցաղային տեխնիկա նույնպես մեր ընկերությունը ունի։
հիգիենայի միջոցները, ոտքից գլուխ ամեն ինչ, հա, ոտքից գլուխ խնամքի համար ամեն ինչ կա 0+ տարիքի համար։ Ես նշում եմ, թե ինչի հենց մի տեղից գնումներ կատարենք։ Օծանելիքների լայն ընտրանի, եւ կանացի, եւ տղամարդու։ Մանավանդ երեխեք ջան, մեր օծանելիքները գնալով էլ ավելի կատարելագործվում են, նորույթները sense, չգիտեմ, հրաշալի նորույթներ, հրաշալի սիրուն դիզայնով, մի խոսքով օծանելիքների շարքն շատ բազմազան է։ Առողջության բաժին ունենք, հրաշք բաժին, որի մասին ուզում եմ շատ շատերը իմանան եւ ուսումնասիրեն։ Ամեն օր մի երկու պրոդուկտ ուսումնասիրեք առողջության հետ կապված։ Ովքեր որ արդեն բավականին ժամանակ մեր առողջության ապրանքներից օգտվում են, կփաստեն, որ կարողանում են պահպանել եւ ինչ-որ չափով էլ նույնիսկ ավելին վերականգնել իրենց առողջությունը։ Հատկապես այս մեր վիրուսային շրջաներում շատ ենք, չէ՞, ասենց խոսում ես մասին, ովքեր որ պարբերաբար սիստեմատիկ միշտ ունենում են այդ սննդային հավելումները, որպես լրացուցիչ հավելում իրենց սննդի հետ, իրենց առողջության վրա փոփոխություն զգում են կամ իրենց իմունիտետի վրա։ Օրինակ, այս վիրուսների ընթացքում մեր ընտանիքում հա, լինում է, որ կպնում ենք, հիվանդանում ենք, տենց փռշտում ենք, հազում ենք կամ մի թե վատ ենք զգում, բայց երեխեք, ես ձեզ առանց ինչ-որ մի գրամ սենց չափազանցնելու ասեմ, դա կարա տևի մի օր կամ երկու օր։ Մեր տանը ջերմություն հասկացողություն չկա, մեր տանը, չգիտեմ, անտիբիոտիկ եթե ման գանք, սենց խոշորացույցով չենք գտնի։ Մեր տանը թեյեր կան, մեր տանը վիտամինները կան, բնականաբար էդի հենց այդ օրը, եթե դու հիվանդանաց խմես, չի օգնելու։ Ուղղակի դու պետքա ընթացիկ հետևես քո պրոֆիլակտիկ վիճակին, ինչ ընդունես, ինչ խմես, որ էլ ավելի քո իմունիտետը բարձր լինի, որ դու եթե օրինակ հիվանդանաս, շատ թեթև անցկացնես այդ ամեն ինչը։ Ունենք հագուստի տեսականի ներքնազգեստներ, կոշիկներ, ոտացներ, հա, կեդեր, զուգագուլպաներ, գուլպաներ, այս վերջում մենք բավականին էլի հետաքրքիր տարբեր երանգներով սիրուն ու տարբեր դեյերի հաստության զուգագուլպաներ, հա, ունեցանք նորույթներ, որ շատ արագ է վերջանում, երեխեք, շատ հենց լինում է վերջանում է, հենց որ նայեք անպայման այդ բաժիններ։ Դե դիմահարդարման բաժինը, չգիտեմ, շատ այդպես պատմելու բան չկա, որովհետև ով ի սկզբանե միգուցե լսել է Faberlic-ի հետ համագործակցություն եւ այլն, միանգամից կոսմետիկա է պատկերացրել։ Ինքը բնականաբար միայն կոսմետիկա չի, այսքանից հետո ովքեր որ լսում են կամ հետո կլսեն, ինձ թվում է նոր բան չէ բացահայտում, որ Faberlic-ը միայն կոսմետիկա չի։ Այստեղ գալիս է խնամքը, որի մասին ընդհանուր էլի ասացի, ոտքից գլուխ խնամքի միջոցների մասին 0+-ից սկսած մենք ունենք, սիրելիներս, եւ գնանք առաջ։ Այստեղ տեսնենք, հա, քանի որ խոսքը գնաց մեր առողջության թեմայի հետ կապված, մի երկու սլայդ եմ այստեղ առանձնացրել առողջության հետ կապված, որովհետեւ էլ եմ ասում, սիրելիներս, եթե մենք գործ ենք ունենում այնպիսի ընկերության հետ, որը արդեն գիտենք միայն կոսմետիկա չի արտադրում, այլ ամեն ինչ մարդու կյանքը հեշտացնելու, լավացնելու, առողջ պահելու, գեղեցիկ պահելու համար, դրա համար ես շատ եմ ուզում, որ առողջության հետ կապված այս բաժինը թող լինի ձեր համար առաջնայինը, ծանոթանաք բոլոր այս պրոդուկտներին եւ գտնեք այն ինչը որ փնտրում եք, օրինակ, չգիտեմ, դեղատներում կամ ուրիշ այլ կայքերում, ուրիշ մարդկանց խորհուրդներին եք հետևում։ Իմացեք, որ դուք այստեղ ամեն ինչ, եթե ուշադիր լինեք, հետևեք, նայեք, կարդաք ու հարցեր տաք, ամենակարևորը, դուք կգտնեք ձերը։ Ուրեմն, այս թեման նիհարիր առանց սթրեսի ենթարկելու օրգանիզմդ բոլորիս է հետաքրքրում, ինձ թվում է, շատ-շատերին է հետաքրքրում, ուղղակի կարող եք այս սլայդը սկրին անել կամ հետո ունենալ եւ միշտ անդրադառնալ։ Օրինակ, եթե մենք ուզում ենք նիհարել, եթե մենք ուզում ենք մեր նյութափոխանակությունը լավացնել, մենք պետք է սկսենք մեր օրգանիզմը մաքրելուց։ Այսինքն, օրգանիզմի մաքրումից հետո, երբ որ դուրս է գալի մեր օրգանիզմից թունավոր նյութերը, հա, մեր մարսողական համակարգն է կարգավորվում, մեր նյութափոխանակությունն է լավանում, արդեն մնացած գործընթացն է
գործընթացն ենք սկսում նայած, ինչ ձև ենք այդ ամեն ինչը ուզում կազմակերպել։ Դրա համար այստեղ մի քանի պրոդուկտներ են ներկայացված, հենց օրգանիզմի մաքրումից սկսած։ Ինչից սկսենք, ոնց մաքրենք մեր օրգանիզմը եւ ինչ հերթականությամբ այս ամեն ինչը օգտագործենք։ Slim Shark-ին կարծում եմ շատերը ծանոթ են, Vitasorb-ի մասին իդեպ շատ քիչ եմ տեսնում խմբում, որ աղջիկները Vitasorb վերցնեն։ Երեխեք, սա այն խտանյութերից է, որը արագացնում է օրգանիզմից թունավոր նյութերի դուրս բերումը։ Իհարկե, ալոյե տարբերակն են շատերը վերցնում, բայց Vitasorb-ի վրա էլ ուշադրություն դարձրեք, մանավանդ այն մարդիկ, ովքեր որ ալերգիկ ինչ-որ բաներ ունեն, երեխեք, սա օգտագործելով կզգաք, որ ձեր ալերգիաները սենց աննկատ ոնց է անցնում։ Այստեղ արդյունավետ է թունավորումից եւ ալերգիայից, դիսբակտերիոզից հետո։ Նրանք, ովքեր շատ էլի անտիբիոտիկներ են ընդունել տարիների ընթացքում կամ ամիսների ընթացքում, երեխեք, անպայման նմանատիպ մի բան վերցրեք եւ մաքրեք ձեր օրգանիզմը այդ թունավոր նյութերից, անտիբիոտիկներից եւ այլն։ Այստեղ արդեն նիհարողների համար է գնում է Slim Shark-ը, ինչպես օգտագործել, ոնց օգտագործել, սա այդքանը էլ չկարդամ։ Հա, ամենակարևորը տարվա ընթացքում 1-ից 2 անգամ հակաճճվային այս մեր հավելումները, այս թեյը մի քիչ դառնոտ է, ես ինքս թեյը չեմ խմել, բայց անտիպարազիտ կոմպլեքսը խմել եմ, օգտագործել եմ ոչ միայն ես, այլ նաև իմ ընտանիքի անդամները։ Գոնե տարին 2 անգամ այս պրոֆիլակտիկ միջոցները պետք է անել, երեխեք ջան։ Այստեղ ունենք հիանալի թեյ, ինչն է բանլիլ անտիպարազիտը թեյը, կարողացել ես խմել մինչև վերջ։ Ես հավելումներն եմ խմել, դետոքս երեկոյան մաքրումն եմ խմել թեյը, որպես այդպեսին շատ լավն է։ Այստեղ արդեն կենսակտիվ սննդային մեր հավելումներից օմեգա 3-ն ու D վիտամինը, որը կարելի է էլի այս ծրագրի հետ խմել, օգտագործել, մի րոպե։ Հալի։ Համբերում։ Եվ այսպես, այստեղ ես երեկ էի տեղադրել այս, չգիտեմ, նկարը, իմ սթորիներում էլ էի տեղադրել, իմ էջերում էլ, քանի որ ես ինքս ունեմ այս խնդիրը, այսինքն այս վերջերս իմ մոտ իմ ուղեղում ոնց որ ամեն ինչ քաոս լինի, բացի դա ես մի տեսակ իմ մոտ կենտրոնացումը, ուշադրությունը, հիշողությունը ամենակարևորը, այն որ դուրս չի գալի եւ այսպիսի համալիր եմ առանձնացրել, իհարկե մեր բժիշկների, մեր մասնագետների նաեւ խորհրդով համալիր մոտեցում հիշողության եւ կենտրոնացման համար, եթե հաճախ ունեք անկում գիշերներ, անհանգիստ մտքեր, վատ հիշողություն կամ դժվար կենտրոնացում, այս 3 համալիր մոտեցումը, 3 այսպես ասած հավելումները իրար հետ իդեալական են, երեխեք ջան, ես պատրաստվում եմ, որ անպայման ունենամ։ Խոսքը գնում է լիցիտինի մասին, օմեգա 3-ի եւ քնի ու կենսառիթմերի պաշտպանություն, այս սննդային հավելումների մասին։ Խնդրում եմ ֆիքսել, սիրելի աղջիկներ, նորեկներ, եթե հետո կլսեք, որ մեր սննդային հավելումները, հա, Vitasorb-ը, իրանք դեղեր չեն եւ իրանք նաեւ այն չեն, որ այդ պահին ինչ որ տեղը ցավա դու խմես անցնի, իրենք լրացուցիչ հավելյալ, եկեք նաև կարելի է ասենց ասել, սնունդ է համարվում, մեր օրգանիզմին լրացնում է այն դեֆիցիտը, այն պակասը, որ մենք չենք կարողանում, օրինակ, սննդի միջոցով ստանանք, հա, բանջարեղենի, մրգերի, մսի, չգիտեմ, ընդհանուր, եթե վերցնենք վիտամիններ ու հավելումները, ես չեմ պատկերացնում միայն ուտելով, միայն սննդի միջոցով ստանալ բոլոր լիարժեք ամեն ինչը մեր օրգանիզմի համար, չկա տենց բան, նենց որ հիանալի հնարավորություն ունեք էլի մեր սննդային հավելումներից օգտվելու եւ երեխեք ոչ միայն մենք, այլ նաեւ մեր երեխաների վրա ուշադրություն դարձնենք, հաջորդ սլայդը կարծեմ հենց այդ մասին է։ Այստեղ 2 ամենակարևոր, իհարկե շատ էլի կարևոր սննդային հավելումներ ունենք իմունիտետի բարձրացման համար, այնտեղ մեր մագնիզիումը B6-ով, հալի։ Այստեղ էլի մեր խմբում, բժիշկների խմբում հարց էին բարձրացրել իմունիտետի բարձրացման համար, միանգամից ես սա առանձնացրեցի,
ու պահպանիչի մոտս, որովհետև ինձանից են շատ հարցնում, օրինակ օրգանիզմի աջակցման համար կամ չգիտեմ իմունիտետը բարձրացնելու համար, ախորժակը լավացնելու համար, հոգնածություն ու գերհոգնածությունը երեխայի վերացնելու համար, կամ լինում են երեխեք, չէ, որ անդադ տագնապային են, ինչ-որ հուզական լարվածություն ունեն, շուշուտ են հիվանդանում, վիրուսներ, մրսածություն, չգիտեմ, հարբուխ, ու սենց էլի լիքը վիճակներ, այսինքն այս թեմաներով ինձ շատ են մայրիկները գրում կամ թիմի աղջիկները, ես առաջարկում եմ, որ մեր օմեգան նայեն, մեր D3-ը նայեն, մեր իմունոմիշկիները նայեն, այս վերջերս նաև իմունոյի հեղուկ տարբերակն է, բոլորն էլ շատ համով են, շատ համեղ են ու կարիք չկա էլ երեխեքին համոզել, խնդրել, ընկնել հետևից, այս մեկը խմի, այս դեղը խմի, այս դեղը ծամի, որովհետև իրենք շատ հաճույքով իրենք խնդրեն, կասեն, բա երբ եմ ուտում, բա երբ եմ խմում։ Նենց որ սիրելիներս մենք ունենք հիանալի շարք, նաև մանկական սննդային հավելումների վիտամինների շարք, 1.5 տարեկանից սկսած, իհարկե նաև D վիտամինի կաթիլները ունենք 0 տարեկանից սկսած։ Խնդրում եմ ուշադրություն դարձնեք նաև մանկական վիտամինների առկայությանը, կարևորությանը։ Մտեք, կարդացեք, նայեք, եթե ունեք բալիկներ այդ տարիքում։ Մի խոսքով ինտերնետ խանութի առավելությունների մասին այդքանը, եւ եկեք կարճ մի հատ խոսենք ով ենք մենք սովորական խանութի դեպքում, այնպես չի, եթե օրինակ ես կամ դուք միայն Faberlic ընկերության արտադրանքից ենք օգտվում, չենք գնում սովորական խանութներ։ Բնականաբար մենք սովորական խանութներ էլ ենք գնումներ կատարելու, հա, որովհետև այստեղ չկա սնունդ, որ մենք ինչ-որ սնունդ առնենք եւ էլի լիքը բաներ կա, որ մենք այլ խանութներից ենք այդ ամեն ինչը գնում։ Ինչ է տեղի ունենում։ Սովորական խանութներում գնումներ կատարելու դեպքում մենք վճարում ենք ոչ միայն ապրանքի արժեքը, այլև մի շարք հավելյալ ծախսեր, որոնք սովորաբար չեն երևում հենց գնման պահին, հա, օրինակ գնման ժամանակ, երբ որ մենք վերցնում ենք ինչ-որ մի ապրանք, ուզում ենք դա գնենք, մենք տեսնում ենք ուղղակի գինը, մենք չենք տեսնում այդտեղ պահեստային գին, մենք այդտեղ չենք ֆիքսում ուշադրություն բնականաբար չենք էլ դարձնում, որ այդ գնի մեջ ներառված է խանութի աշխատողների, հա, աշխատող անձնակազմի, վաճառողներից մինչև մենեջեր, չէ՞ որ իրանց պետք է աշխատավարձ վճարվի, հա, ու լիքը էլի ծախսեր ունեն ծախսերը, ասենց ասած, այդ ամեն ինչը լրիվ ներառված է այդ գնի մեջ։ Այսինքն մենք փող չենք տալիս ապրանքի իրական գնին, պատկերացրիք ինչ նկատի ունեմ։ Այդ ապրանքը, որը որ մենք վերցնում ենք խանութից մեր ձեռքն է լինում, 3-ից 5 ձեռք անցնում է, ավելանում է միջնորդավճարներ, այլ չեմ ասում շատ դեպքերում, որ կեղծված ապրանքներ են լինում։ Դա է սովորական խանութում կամ ցանկացած խանութում։ Ասեմ ավելին, որ մենք այնպես չի, որ ունենում ենք մշտական զեղչեր, նվերներ, մեզ այնտեղ շատ հաճախ չեն կանգնում, ինչ-որ խորհրդատվություն չեն անցկացնում տվյալ ապրանքի վերաբերյալ, եղել է, որ ապրանքը ձեռքս կանգնած, սենց նայել եմ կողքերս, տենամ ով կա, ով չկա, որ մի հատ բան, ինչ-որ բան հարցնեմ ապրանքի վերաբերյալ։ Ձեր հետ էլ պատահած կլինի։ Իսկ այստեղ դուք ունեք անմիջապես խորհրդատվություն ձեր նաստավնիկի կողմից, անմիջապես օգնություն ձեր խմբի կողմից։ Այս ամենապրիմիտիվ ինչ-որ օրինակը բերեցի սովորական խանութի դեպքում։ Եթե համաձայն եք եւ լսում եք, շատում գրեք, որ այդպես է, ձեր հետ էլ է պատահել։ Բոլորիս հետ էլ պատահում է։ Եվ գնանք առաջ, այստեղ ուրեմն այս մասին կարելի է ասել, խոսեցի, երբ մենք գնումներ ենք կատարում սովորական խանութներից ինչ է տեղի ունենում, եւ խանութը կարելի ասել իր հերթին, հա, մեր գնման շնորհիվ վաստակում է, իհարկե նորմալ process է, երեխեք ջան, մենք պետք է գնումներ էլ կատարենք այլ խանութներից։ Խոսքը գնում է նրա մասին, որ օրինակ կան շատ դեպքեր, որ ունենալով Faberlic-ում իրենց ինտերնետ խանութը, իրենց հիպերմարկետը, շատերը դեռ նախընտրում են գնալ հենց մի հատ գնամ խանութներում տենամ, ինչ, ախր խանութներում տենանք ինչա չի, այնտեղ դու չես գնում որակյալ ապրանք, դու խանութից չես կարող գնես որակյալ ապրանք ցածր գներով, իսկ Faberlic-ից դու կարաս գնես որակյալ ապրանք ցածր գներով, զեղչով եւ դիմացնես ստանաս նվերներ, էլ չեմ ասում բիզնես կառուցելու մասին, հա, այստեղ հենց սովորական հաճախորդը գրանցվելով ինքը սկսում է իր գումարը խնայել, բառից բուն իմաստով երեխեք ջան,
ու ամեն կատալոգով միշտ լինում է զեղչեր, միշտ լինում է ռասպրոդաժաներ, սպառավաճառքներ, միշտ լինում է նվերներ։ Հետո դու կարող ես օրինակ շատ է լինում, որ հաճախորդը գալիս է գնումներ կատարելու համար, ու ինքը մեկ էլ նայում է, ուսումնասիրում է ու կամաց հասկանում է, որ այստեղ կարելի է բիզնես սկսել առանց ռիսկերի, առանց ներդրումների, առանց ինչ-որ տարածք վարձակալելու, ինչ-որ ապրանքներ ներկրելու, մատակարարման խնդիրներ եւ այլն, ոչ մի բան չի ունենում։ Ինքը ուղղակի միացկզբում ծանոթանում է, օգտվում է եւ հասկանում է, որ ինչի՞ չէ, սպասի իմ ինտերնետ խանութն էլ զարգացնեմ եւ իմ բիզնեսը զարգացնեմ։ Այնպես որ այստեղ ոչ մի ներդրում չենք անում, պարտավորություններից զերծ ենք մնում, բայց ստանում ենք եկամուտներ այստեղ ստեղծելու մեծ հնարավորություն։ Միակ բանը ցանկությունն ու պատասխանատվությունն է։ Առաջինը ինքներս մեր հանդեպ։ Արդեն նկատեցիք, որ ուսուցումները ասացի, որ կա նաև անվճար ուսուցում մեր գործընկերների համար, որը ընկերությունն է տրամադրում, այսօր անպայման երեխեք ջան, այստեղ չաթում էլ է դրել։ Ես շատ չեմ խոսալու նորույթներից, ակցիաներից եւ այլն, այդ թեմայով շատ չեմ խոսա, որովհետեւ ժամը 5-ին 17:00 անպայման միացեք եւ կատալոգի արդեն նորույթների, ակցիաների, հետաքրքիր առաջարկների մասին անպայման միացեք եւ լսեք։ Դա առանձին թեմա է լինելու, դա առանձին վեբինար է, ժամը 5-ին։ Հիմա եկեք մի փոքր էլ խոսենք ի վերջո, եկանք, մեզ դուր եկավ այս ամեն ինչը, մենք գնորդ ենք, գնում ենք, տնտեսումները ստանում ենք զեղչերը, նվերները եւ մեզ հետաքրքրում է առհասարակ բիզնես կառուցելու միտքը այս ընկերության հետ։ Ինչ ենք անում մենք ցանցային բիզնեսում, որն է մեր անելիքը, որն է ամենակարևոր այն 3 կարևոր գործողությունները, որ այստեղ պետք է ու անընդհատ դա պիտի արվի։ Այստեղ նկարում դուք մարդուկ եք տեսնում, կանաչ գույնի մարդուկը պատկերացրեք, որ դուք եք սիրելիներս, նորեկն էլ կարա պատկերացնի, որ այս կանաչին ինքն է եկել է ու ինքը չունի իր հետ ոչ մեկ, ինքն է իր խանութն է։ Ինչ է անում մեր կանաչ մարդուկը։ Առաջին հերթին օգտվում է ապրանքատեսականուց, որի մասին այսքան խոսեցի։ Ինչի համար օգտվի, ինչ կստանա դրա դիմաց, ժամանակ է խնայում, գումար է խնայում, լավ որակի ապրանք է վերցնում ու ունենում է մեծ ընտրության հնարավորություն, ինչպես նաև անվճարական խորհրդատվություն наставники կողմից կամ չաթերում, իր հարցերի բոլոր պատասխանները ստանալու։ Օգտվում է ապրանքատեսականուց մեր կանաչ մարդուկը եւ իրեն այդ ամեն ինչը դուր է գալիս։ Հաջորդ կարևոր գործողությունը, եթե մենք այդ ինտերնետ խանութում ուզում ենք այլ ավելի զարգացնենք, այսինքն ցանցը զարգացնենք, համագործակցենք բիզնես տարբերակով, մենք պատմում ենք մարդկանց այս հնարավորության մասին, այս բիզնեսի մասին։ Իհարկե, երկրորդ կետը չեմ պատմելու ինչպես ոնց եւ այլն, դա մեր մյուս դասընթացների ժամանակ ենք սովորեցնում։ Մենք ունենք առանձին չաթ աճի նախագիծ, այդտեղ միանում են այն մարդիկ, ովքեր որ լուրջ ուզում են բիզնեսով զբաղվել, եւ երկրորդ կետը անընդհատ այնտեղ խոսվում է, բացատրվում է եւ կա այդ օգնությունը։ Եվ երրորդը սովորում ենք այն ինչը որ տրվում է, այն ինչը որ մենք տեսնում ենք չաթում, այն ինչը որ կա մեր կայքում, կամ ուղարկվում է nastavniki կողմից, անընդհատ սովորում ենք։ Ես միջև հիմա սովորում եմ, երեխեք ջան։ Սովորում ենք, կիրառում ենք մեր գործում, մեր աշխատանքում։ Այսինքն մեր կանաչ մարդուկը այս 3 կարևոր բաները պիտի պատկերացնի ամենասկզբում, որովհետև ըստ դրա, օրինակ, եթե ինքը արդեն սկսում է մարդկանց պատմել, ներկայացնել այս հնարավորությունը, իրեն միանում են էլի մարդիկ։ Այսինքն մարդիկ միանում են, հետաքրքրվում են, մեկ ուզում է հաճախորդ դառնա, մեկ ուզում է վաճառք անի, մեկ ուզում է իր անվան բիզնես անի։ Եվ այս մարդկանց, այսպես տեսեք, ինքը գնալով sense շատանում է, ցանցը ինչպես է մեծանում, գրանցում է իր on-line խանութում, իր անվան տակ, այսինքն ստեղծվում է կամաց թիմը ստեղծվում է։ Եվ հետո երբ որ կրկնում են այս մարդիկ նույն գործողությունները, ինչը որ արել է վերևի իրենց հովանավորը, այսինքն ոչ մի նոր բան չեն հորինում։ Այստեղ կրկնվող գործողություններ է։ Հետևաբար իրենց կողմից էլ հրավիրած, իրենց կողմից էլ, իրենք որպես այս ինֆորմացիան տարածող, բիզնեսի մասին ներկայացնող մարդիկ, գալիս են էլի մարդիկ, հրավիրում են էլի մարդկանց
եւ այդ մարդիկ էլ գալիս են եւ ցանցը մեծանում է։ Ամենահետաքրքիրը գիտեք որն է, երեխեք, նախ անսահմանափակ կարելի է ցանցը մեծացնել ու տարբեր երկրներում, այստեղ դուք երկրները տեսնում եք անկյունում, այսքան երկրներում օրինական գրանցված է մեր ընկերությունը եւ կարելի է ծավալել, ընդլայնել բիզնեսը։ Դու կարող ես տարիներով քո ամբողջ կյանքն էլ չտեսնես քո գործընկերոջը, օֆլայն թեկուզ կենթանի sense տարբերակով, օնլայն միշտ լինի, բայց դու միշտ համագործակցես իր հետ եւ ունենաս իրենից եւ իր թիմի կատարած ապրանքաշրջանառությունից եկամուտներ։ Շատ հետաքրքիր է, երեխեք ջան, շատ հավես է, երբ որ դու այս ամեն ինչը կարողանում ես անել, հա, ու ամեն ինչ անել օնլայն ձևով։ Այսպես քո ցանցը զարգանում է, մեծանում է եւ դու ունենում ես քո սեփական բիզնեսը, քո մեծ բիզնեսը։ Այս 3 կարևոր հիմնական գործողություններն են։ Եվ այդ ամեն ինչը էլի խոսեցինք այս մասին, իրականացվում է ուրեմն լավ էս շղթանել մի հատ եկեք նայենք այս նկարը, այսինքն մենք ստեղծում ենք թիմ, այս թիմը, հա, օրինակ այս թիմում, այս օրինակ է, նենց չի սենց ստաբիլ, սենց ստանդարտ չենք նայում, հենց 4 մարդ պիտի գա, սա զուտ մի հատ սխեմա է, օրինակ է, որ պատկերացնեք մի հոգուց, ինչքան շատ մարդիկ կարող են գալ, ինչքան շատ գործընկերներ կարող ես դու ունենալ, ինչքան շատ հաճախորդներ դու կարող ես ունենալ, ու անընդհատ դու կարող ես հրավիրել, անընդհատ, ու մեծացնել, եւ յուրաքանչյուրի կատարած անգամ, ոնց ասեմ, 1000 դրամի, 5000 դրամի պատվերի շնորհիվ դու ունես քո տոկոսները, դու ունենում ես քո եկամուտները, դա էլ առանձին թեմա է։ Հիմա աղջիկներ ջան, բացատրությունը թիմային ապրանքային շրջանառությունից, ապրանքաշրջանառությունից։ Արդեն պարզ է, որ մենք ունենք ընկերություն, Faberlic ընկերություն, այստեղ մի հատ կարևոր բան, էլի, շատերը կարծում են, որ օրինակ, եթե ես եմ հրավիրել ինչ-որ մեկի աշխատանքի, ասում եմ արի բիզնես, սկսենք արի քեզ օգնեմ, սովորացնեմ, ինչպես կարելի է գումար վաստակել, ի սկզբանե լինում են նորեկներ, որ մտնում են, ով որ իրան հրավիրել է, ինքը իր վարձատրությունը ինքն է կազմակերպում, ինքն է իրան փող տալիս։ Բայց եկեք ֆիքսենք մի բան, որ վարձատրությունը կամ եկամուտի, այսպես ասած, բաշխումը մեր ընկերությունն է, բոլորիս։ Այսինքն, Faberlic ընկերության հետ համագործակցելու ժամանակ այն ամենը, ինչը տեղի է ունենում մեր այգում, գրանցումներ, ապրանքաշրջանառություն եւ այլն, համապատասխան մարքեթինգ պլանի Faberlic ընկերությունը մեզ վարձատրում է։ Ինչի դիմաց մեր խորհրդատվության դիմաց, որի մասին խոսեցինք։ Հա, մենք խորհրդատվություն ենք անում տարբեր մարդկանց։ Տեղի է ունենում մեր միջոցով ապրանքների սպառում, այսինքն արեցինք խորհրդատվություն, մարդը լսեց, հասկացավ քեզ, իր օգուտը հասկացավ, իրեն հետաքրքրեց եւ ինչա, գնումա չէ տեղի ունենում, ապրանքների սպառում է տեղի ունենում։ Այդ ամեն ինչը իրականացվում է համակարգչով, հեռախոսով, դու անմիջապես քո պատվերը, քո գնումները կատարում ես քո ընկերությունից, առանց ինչ-որ մեկի ձեռքի տակով անցնելու, եւ այսպես տեղի այս շղթան եմ ուզում պատկերացնել, այդ process-ը տեղի ունենալով քո թիմային ապրանքաշրջանառությունը ստեղծվում է եւ դու վճարվում ես ֆիրմայի կողմից համապատասխան մարքեթինգ պլանը։ Մարքեթինգ պլանը իրենից ներկայացնում է այն հաջողության աստիճանները, որոնցով մենք կարող ենք բարձրանալ, մեծացնելով մեր եկամուտները։ Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչ է պետք անել, որպեսզի այս աստիճաններով բարձրանանք։ Այստեղ, չգիտեմ, ձեզ մոտ բարձ երևում է թե չէ, դուք տեսնում եք Faberlic-ի հաջողության սանդղակը, որը կարելի ասել sense որ վերև չունի, ինքը անընդհատ այսպես կարելի է բարձրանալ։ Եվ ներքևից սկսած 3%, 6%, այստեղ ունենք աղջիկներ, ով որ տոկոսում է գտնվում, թող գրի, եւ այստեղ կարող եք նայել, հա, 3%-ը դա ամենաառաջին փոքրիկ կոչումն է մեր ֆիրմայում, երբ որ մենք արդեն տեսնում ենք, որ այս բիզնեսը աշխատում է, մեր խանութը աշխատում է, եւ մենք մեր հաշվին ստանում ենք մեր փոքրիկ եկամուտը։ Այ այստեղ միջև տնորեն նայեք 495,000-ը։ Սա ճանապարհ է, որ երբ որ դու գալիս ես ու քո բիզնեսը սկսում ես, այսինքն աստիճանաբար այս ճանապարհով դու բարձրանում ես վերև։ Մարդիկ կան, որ մի կատալոգի ընթացքում 21 օրվա ընթացքում կարան մի անգամից իրանց 3%-ը
3% եկամուտը, կներեք, կոչումը բաց են, այսինքն խորհրդատու դառնան։ 6%-ը ավագ խորհրդատուն է, որը կարելի է էլի 1 կատալոգի ընթացքում անել կամ 2 կատալոգի։ Նայած ով ոնց է տրամադրված, ով ոնց է պատկերացնում։ Ես գիտեմ շատ օրինակներ, որ 3 կատալոգի ընթացքում մարդիկ նույնիսկ տնօրենի ստատուս են բացել եւ հաստատելուց հետո ստացել են իրենց 495,000 բոնուսը։ Իհարկե դեռ Ռուսաստանում ռուսակ ռուբլիով է, Վրաստանում լարիով է ու ասենց շարունակ։ Ես ինքս միջև ուրեմն ստացել եմ տնօրենի բոնուսը, ավագ տնօրենի բոնուսը, արծաթե տնօրենի բոնուսը, այսինքն այս 3 բոնուսները ստացել եմ միջև այս կոչում եմ ես հասել, արծաթե տնօրենի ստատուսն եմ ես հասել ու հաստատել։ Ոսկե տնօրենինը դեռ չեմ հաստատել, այսինքն կիսատ մնացել։ Եվ ընկերությունը տեսեք, անսահմանափակ աճի հնարավորություն, անսահմանափակ ասենց վերև գնալու հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին, եւ այս բոնուսները, որ տեսնում եք, դրանք ուղղակի որակավորման բոնուսներ են, որոնք բնականաբար բացի մեր աշխատավարձը, բացի մեր եկամուտը, ամեն կոչումը հաստատելուց հետո մեզ տրվում է։ Ահա, այս մասին ասացի, ես այս 3 բոնուսներն եմ ստացել աղջիկներ ջան այս տարիների ընթացքում եւ պլյուս բոնուսները նաեւ յուրաքանչյուր 8 կատալոգը մեկ իմ կայունության բոնուսն եմ ստացել։ Դա առանձին բոնուս է արդեն։ Սա մեր մարքեթինգ պլանի աղյուսակն է միջև տնօրենի ստատուսը տոկոսներով։ Ով է ծանոթ այս մարքեթինգ պլանին, ով է տեսել այս նկարը, դե գիտեմ լիդերները հաստատ տեսել են, նույնիսկ միգուցե գրած ունենան իրենց տետրում, օրինակ ես գրում եմ երեխեք ջան իմ տետրում, երբ որ հին տետրես եմ բացում, ես այս ամեն ինչը գրած եմ ունեցել, հիմա մի քիչ այլ է, բայց իմ մոտ տենց շատ լավ տպավորվում էր։ Ուրեմն նայեք, արտոնյալ գնորդի մասին խոսեցինք, այստեղ 0%-ը եթե տեսնում եք, արտոնյալ գնորդը ով է, երբ որ ինքը իր գնումներն անում 20 կամ 26% զեղչերից է օգտվում։ Աստված ձայնդ լսի Կարինե ջան, առաջ միասին, ես հույս ունեմ, որ այդ բոնուսն էլ կստանամ, իմ տնօրենն էլ իր բոնուսը կստանա։ Խորհրդատուն, դա 3%, հա, արդեն ապրանքային շրջանառություն է, մի փոքր առաջ ասացի այն հաջողության աստիճաներ սլայդում, հա, այստեղ մի կարևոր բան, որպեսզի մարքեթինգ պլանով մեր եկամուտները մենք ստանանք, մենք անպայման անում ենք 50 բալի անձնական շրջանառություն։ Ովքեր որ նաև 50 բալ են անում, միանում են մեր աճի նախագծին եւ այնտեղ արդեն այլ զարգացում, այլ աշխատանքներ ա գնում բիզնեսի հետ կապված։ Ուրեմն խորհրդատուն 3%-ն է, թիմային 100 բալ պետք է անի, այստեղ առաջին փոքրիկ եկամուտը դրամով 1248 դրամ է, երբ որ մենք տեսնում ենք, ահա մեր բիզնեսը աշխատեց։ Դե այստեղ արդեն ռուբլիով եւ լարիով է, որտեղ մենք միայն Հայաստանում չենք, չէ, համագործակցում։ Հաջորդ կոչումը ավագ խորհրդատուն է 6%, 50 անձնական բալը պարտադիր անում ենք, որպեսզի մենք ստանանք մեր եկամուտը եւ թիմային ապրանքաշրջանառությունը 200 բալ։ Առաջնորդ կամ լիդեր 9%, 600 բալ, այսինքն եթե մենք թիմով, հա, մեր լիդերը եթե թիմային կատալոգի վերջի օրը ինքը տեսնում է 600 բալը, ուրեմն ինքը առաջնորդ է, ինքը լիդերը եւ իր 9% այդ կոչումը բացել է։ Ավագ առաջնորդ 12%, 1000 բալ, այսինքն նույն սկզբունքով գնում է երեխեք ջան, աստիճանաբար, երբ որ դու քո ինչքան քո ապրանքաշրջանառությունը բարձրանում է, այնքան քո տոկոսները բարձրանում է եւ քո կոչումը ահա փոխվում է։ Երբ որ դու դառնում ես 1500 բալ, այսինքն ստեղծում ես թիմային այսքան շրջանառություն, այստեղ օրինակ 780,000 դրամի շրջանառություն է ստեղծում, դու փող տնօրեն ես։ Իհարկե, sense թվերով չենք ասում, բալերով ավելի հեշտ է։ Երբ որ քո կաբինետում դու տեսնում ես քո գրանցումների, քո թիմի կատարած գնումներից առաջացած բալերը, արդեն ըստ դրա նաև տոկոսը բարձրանում է եւ շարժվում ենք առաջ։ Երբ որ մենք թիմային ապրանքաշրջանառություն ենք անում եւ մեր բալերը 2000 բալ են, հա, իդեպ եկամուտներն էլ նայեք, աղջիկներ ջան, այստեղ 600 բալի դեպքում 22464, նո 22500, ավակ առաջնորդի դեպքում
49,920, այստեղ փոխտնօրենի դեպքում սա 21 օրվա համար է, երեխեք ջան, տեսեք, բարձրանում է եկամուտները։ 93,600 դրամ, ավագ փոխտնօրենը 158,000 դրամ, այսինքն այստեղ գալիս է արդեն տնօրենի կոչումը, երբ որ մեր կատարած թիմային ապրանքաշրջանառությունը 3000 բալ է, դե 50 բալի մասին չենք մոռանում, որովհետև հիշում եք, չէ, ֆիրման է մեզ վճարում ու ունի իր պայմանը։ 50 բալ դա մեր սովորական տան գնումներն են, ինչը որ անում ենք։ 3000 բալի դեպքում արդեն մեր ծավալային զեղչը, հա, մեր տոկոսը դառնում է 23%։ Եվ այս դեպքում արդեն համապատասխանաբար եկամուտներն էլ մեծանում է, այստեղ 287,040, կարող է 3000 բալ չի, 3200-500 ու այդ դեպքում էլ այս եկամուտները աճում են։ Այստեղ ռուբլիով արդեն 49680 եւ լարիով։ Սա մարքեթինգ պլանը պարզագույնս միջև տնօրենի կոչումը, աղջիկներ ջան։ Դրանից հետո բնականաբար արդեն գալիս է բոնուսները։ Ունենք հիանալի բոնուս, մայրության եւ որդեգրման բոնուս, ովքեր կհիշեն, կարծեմ նախորդ կատալոգում ես հենց այս բոնուսների մարքեթինգ պլանի վերաբերյալ չաթային ուսուցում արեցի։ Ամենահաճելի, ամենալավ, ամենահավես բոնուսներից է մայրության եւ որդեգրման բոնուսը, երբ որ մեր ֆիրման ինքը իր հերթին հոգ է տանում էլի մեր բալիկների, հա, մամաների մասին, առանձին այսպես բոնուս տրամադրելով ամեն կատալոգում, բացի եկամուտը։ Եթե երեխայի ծննդյան կամ որդեգրման պահին, օրինակ դուք ունեք փոխտնօրեն կամ ավելի բարձր կոչում, 1500 բալից բարձր, եւ այդ ընթացքում, չգիտեմ, պլանավորում եք կամ ծնվում է ձեր բալիկը, ապա մայրության բոնուսին, այսպես ասած, մասնակցում եք, այդ մայրության բոնուսը դուք ստանում եք։ 13500 դրամ ամեն կատալոգի ընթացքում, եթե առաջի բալիկն է ծնվել, այսինքն տարեկան մեր ֆիրման 243,000 դրամ առաջի բալիկի համար է տալիս, պատկերացնում եք, դե իհարկե ամեն կատալոգով ինքը փոխանցում է, բացի ձեր եկամուտները։ Եթե ուրեմն 27000 դրամ ամեն կատալոգի ընթացքում, եթե ծնվել է երկրորդ կամ երրորդ բալիկը, ստացվում է տարեկան 486,000 դրամ։ Եվ այս վերջերս եւս մեկ հիանալի նորություն երրորդ երեխայի դեպքում, եթե երրորդ երեխան ծնվել կամ որդեգրվել է այնպիսի ընտանիքում, որտեղ այդ պահին կա 2 եւ ավելի 14 տարեկանից ցածր երեխաներ, ապա ուշադրություն, մայրության բոնուսը կազմում է 43000 դրամ։ Մի հատ պատկերացրեք, դուք օրինակ, այդպես սլայդը նայենք, ասենք օրինակ ավագ փոխտնօրեն եք, ստանում եք 158,000 դրամ, կամ չգիտեմ, փոխտնօրեն եք, օրինակ եմ ասում, հենց տնօրեն հենց չեմ ասում, էլի, այս գումարին կատալոգի ընթացքում, ամեն կատալոգում ավելանում է 43000 դրամ կամ 27000 դրամ, եթե դուք այս պայմաններին համապատասխանում եք, էլի, այդ ընթացքում, ասենք, ձեր բալիկը ծնվել է կամ չգիտեմ, նոր եկը ենթադրենք հիմա եկել է, ինքը պլանավորում է, որ պիտի բալիկ ունենա եւ շատ հիանալի շանս հնարավորություն, որ նաեւ պլանավորի այս բոնուսը ստանալու։ Պարզ է այս բոնուսը, սիրելիներս, եթե այո, գնանք եւ վերջապես ծանոթանանք այս կատալոգի մեր ակցիայի հետ, իսկ մնացած նորությունները եւ այլն ժամը 5-ին չենք մոռանում, միանում ենք այդ վեբինարին, որպեսզի լսենք կատալոգի բոլոր նորությունների եւ ակցիաների մասին։ Մեր բոլոր նորեկները այս կատալոգի ընթացքում դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 4-ը ունեն հիանալի հնարավորություն այս հիանալի հավաքածուն նվեր ստանալու այսօր միջոցները։ Այս միջոցները մշակվել են իսկական կորեական բաղադրիչների հիման վրա, հաշվի առնելով մաշկի եվրոպական տեսակների առանձնահատկությունները։ Մի ակնթարթում ձեռք կբերեք չոք-չոք արդյունք։ Այսպես են անվանում խոնավ եւ փայլուն մաշկը Կորեայում։ Ովքեր որ օգտագործել են այս միջոցները, ուղղակի իրենք սիրահարվում են այս միջոցներին, որտեղ ակնթարթորեն այդ էֆեկտը դուք զգում եք, երեխեք ջան, ակնթարթորեն։ Այս փոքրից ես օգտագործել եմ, ուրեմն գել գլորում, այս մեկը գել գլորումն է դեմքի համար,
0.51 արտիկուլով կարող եք փնտրել ու կարդալ, եւ սա նուրբ փրփուր է լվացվելու համար։ Այս փրփուրը ես օգտագործել եմ, ու եթե ես ասում եմ ես, իմ աղջիկները ինձանից առաջ են ընկնում, շատ եմ հավանում, իսկ իրականում ոնց ասեմ, այդ մաշկի փայլությունը իզուր չէ, որ կորեացիների մաշկը տենց խոնավ ու փայլուն, տենց ձիգ մաշկ ունեն, ու այդ էֆեկտը եթե դուք ուզում եք ստանալ, ուզում եք ձեր մաշկը շնչի իսկապես ու փայլի, անպայման, եթե նորեկներ չենք այստեղ բոլորս, բնականաբար օգտվեք նաև այս շարքից։ Այս շարքը շատ մեծ է, անգամ ինքը նաև կուշոն ունի։ Մի խոսքով, այս հավաքածու նվեր են ստանում բոլոր նրանք, ովքեր մինչև հունվարի 4-ը կգրանցվեն, իսկ ովքեր որ գրանցված են, կկատարեն իրենց գնումները կատալոգի գներով 9000 դրամի եւ հաջորդ կատալոգի ընթացքում հունվարի 5-ից մինչև 25-ը հերթական 6000 դրամի պատվերի հետ միասին կստանան այս հավաքածուն նվեր ընդամենը 10 դրամով, աղջիկներ ջան։ Այնպես որ սիրելի նորեկներ, շտապեք, ձևակերպեք ձեր պատվերները, մի հետաձգեք, մանավանդ որ մենք հիմա նախատոնական այս շրջանի մեջ ենք, մեր վերջին կատալոգն է, իդեպ ոչ միայն նորեկները, այլև բոլորս երեխեք ջան, պետքա այնպես կազմակերպենք, որ մեր գնումները հասցնենք մինչև դեկտեմբերի 25-ը եւ անենք, եւ վճարենք, եւ ստանանք։ Շատ կարեւոր է այս ձեր մոտ անպայման, չգիտեմ, հիշեք ու տեղեկացրեք նաև ձեր թիմակիցներին։ Մինչև դեկտեմբերի 25-ը ինչ անում ենք, այդ ընթացքում ենք անում մեր պատվերները, մեր նվերները, որովհետև այս ընթացքում նաև մենք նվերներ ենք պատրաստում մեր մտերիմների համար։ Ու շատ կարևոր է, որ չաթին էլ հետևեք, գեղեցիկ հավաքածուներ ա տեղադրվում, գեղեցիկ sense բոքսիկներ, հարմար նվերի տարբերակներ, մեր սիրելի լիդերները պատրաստում են, տեղադրում են, վերցրեք, նայեք, երեխեք ու դուք էլ կազմակերպեք ձեր գնումները ամեն ինչ արագ, որ հասցնենք։ Թե չէ դեկտեմբերի 25-ից հետո նախ առաքումները չեն այտենց չնայած Գրետան մեր սիրելի գրել էր առաքումները միջև երբա, բայց շատ ավելի նպատակահարմար է միջև այդ իմ ասած ժամանակահատվածը անել պատվերները։ Նորեկի ակցիայից հետո հաջորդում է մեկնարկային ծրագիրը, այսինքն այս ծրագրերը, որ հիմա դուք լսում եք, նորեկի ակցիան մեկնարկային ծրագիրը վերաբերում է միայն նորեկներին։ Մեկնարկային ծրագիրը բաղկացած է 5 քայլից։ Առաջին քայլը դա նորեկի ակցիան է, նորեկի նվերը, որ ամեն կատալոգում փոփոխվում է եւ այդ նվերը ստանում ենք 10 դրամով, նորեկը ստանում է 10 դրամով։ Հաջորդ կատալոգում, որպեսզի շարունակական այս փաթեթները կարելի ասել նվերի տեսքով ստանա մեր նորեկը, մեր սկսնակը, ինքը պիտի կատարի ուղղակի այս հատուկ պայմանները։ Սրանք հիթային հավաքածուներ են, մեծամասնությունը ձգտում է անցնի սա, այսինքն յուրաքանչյուր կատալոգում կատարի պայմանները եւ այս հավաքածուները ստանա, կարելի ասել նվեր, ես ասում եմ նվեր, չգիտեմ, երեխեք ջան, որտեվ 1800 դրամով կամ 600 դրամով այս հավաքածուները վերցնելը, ասեք, որ նվեր է։ Հիմա երկրորդ քայլում այս հավաքածուն տան համար ինչպես ստանալ, Այստեղ ունենք աղջիկներ, որ, չգիտեմ, իրենք երկրորդ քայլում են, երրորդ կամ չորրորդ կամ հինգերորդ։ Եթե դուք արդեն մասնակցում եք մեկնարկային ծրագրին, աշխատեք բաց չթողնել, որովհետև եթե մի կատալոգ բաց եք թողնում, դուք այս ծրագրից ընկնում եք, ճիշտ է լինում է վերականգնվել, բայց կրկնակի պատվեր պետք է անեք, որպեսզի ձեր քայլը վերականգնվի։ Հիմա, որպեսզի այս փաթեթները ստանաք 1800 դրամով կամ 600 դրամով, ինչ են անում մեր նորեկները։ Յուրաքանչյուր կատալոգի ընթացքում ընդհանրապես պետք է կատարեն պատվեր 14990, լավ, ես կլորացրած եմ ասում, 15000 դրամ, որտեղ 14990 է, Ուրեմն, առաջի քայլը անցանք, հաջորդ քայլը հաջորդ կատալոգում, կատալոգի ընթացքում 15000 դրամ կատալոգի գներով պատվերը անում ենք, հաստատում, վճարում ենք եւ այս փաթեթը այն մյուս կատալոգում վերցնում ենք 1800 դրամով նվեր երեխեք ջան։ Իսկ եթե ձեր գնումների չափը կազմում է կատալոգի գներով 30000 դրամ, ապա հավաքածուն մենք վերցնում ենք ուղղակի 600 դրամով։ Իդեպ այստեղ նշեմ, որ գնումները կարելի է անել մաս-մաս, օրինակ կատալոգը տևում է 21 օր, դուք 21 օրվա ընթացքում կարող եք 2 անգամ պատվեր անել, դա գումարվում է իրար, լավ։
Սա մեկնարկային ծրագիրն է, որտեղ հիանալի այսպես հավաքածուներ կան, տան հավաքածու, այստեղ երրորդ քայլը բույրերի երկու բույր ըստ ընտրության եւ կանացի եւ տղամարդու օծանելիքներ են, ձեր ընտրությամբ կարող եք երկու կանացի վերցնել կամ երկու տղամարդու օծանելիք կամ մի հատ կանացի, մի հատ տղամարդու։ Չորրորդ քայլը մեր այս 4 ապրանքից բաղկացած հավաքածուն է, դեմքի խնամքի միջոց է հիալուրոնիկան հիանալի միջոցներ, 5-րդ քայլը այստեղ ընտրության հարց է, երեխեք ջան, երկու հավաքածու առաջարկվում, դեկորատիվ կոսմետիկա եւ առողջության ապրանքներ, արդեն դուք եք որոշում առողջության ապրանքներս երկու հավելումը վերցնել, թե դեկորատիվ կոսմետիկան։ Սա է մեկնարկային ծրագրի մասով, ինձ թվում է ամեն ինչ պարզ է, եթե հարցեր լինեն, հարցերը գրում եք, չեն կամաչում հարցեր տալուց ընդհանրապես նորմալ է, կարող եք մի քանի անգամ հարցը տալ, քանի նոր եք սովորեք։ Ուրեմն խաղարկություն դրայվի շրջանակներում արդեն դրայվը բավականին ժամանակ է, ես ինքս բավականին շատ երկար ժամանակ եմ մասնակցում եմ դրայվին, որովհետև 100 բալ եմ մշտապես անում, 100 եւ ավելի բալ, եւ դրայվի շրջանակներում տեղի են ունենում շատ շքեղ խաղարկություններ, ես կարծում եմ այս կատալոգում, այսինքն այստեղ 12-րդ շրջանի արդյունքներով 15-րդ կատալոգից մինչև 19-րդ կատալոգը տեղի կունենա այս մրցանակների խաղարկությունը։ Իսկ դրայվին մասնակցելու համար աղջիկներ ջան, անձնական 100 բալի պատվերը պարտադիր է։ Երբ որ մենք 100 բալ ենք անում, վճարում ենք, նոր կարողանում ենք մտնել Faberlic Drive-ի հարթակը եւ այնտեղ չելենջներ ա լինում, այնտեղ հետաքրքիր ակցիաներ ա լինում, դրայվներ ենք հավաքում եւ յուրաքանչյուր այդ ոսկե դրայվերը հնարավորություն է, որ մենք այս մրցանակները կարողանանք շահենք։ Շահումներ լինում է միշտ, այս անգամ շատ շքեղ շահումներ են, մրցանակներ են, չգիտեմ, կսպասենք, տեսնենք ովքեր են այս մրցանակները ստանալու։ Այնպես որ եթե 100 անձնական բալ անեք կամ անում եք, երեխեք ջան, անպայման մի մոռացեք դրայվի հարթակը մուտք գործելու։ Մյուս խաղարկությունը, որը կազմակերպվում է իմ եւ Սոնա Հովհաննիսյանի թիմերի համար, այսինքն իմ թիմում ովքեր որ գրանցված են, կապ չունի, ես եմ գրանցել, թե իմ լիդերն է, ընդհանրապես նշանակություն չունի։ Եթե ես ձեր նաստավնիկն եմ, այսինքն նույնը Սոնայի դեպքում, դուք մասնակցում եք նվեր քարտի խաղարկությանը 4500 դրամ։ Ուրեմն պայմանները հուսով եմ հիշում եք, ովքեր որ նախորդ կատալոգներում արել են, սա նոր պայմաններ է, երեխեք ջան։ Այսինքն այս պահին նոր չի, նախորդ կատալոգում երբ որ հայտարարվեց, պայմանը սենց է 25 բալի պատվեր, որի մեջ կլինի անպայման 1 սննդային հավելում, շահելու է 1 հոգի։ Իդեպ ուրբաթ օրը ժամը քիչ ուշ կասենք, տեղի կունենա խաղարկությունը 17 եւ 18-րդ կատալոգի արդյունքներով, այսինքն 17-րդ կատալոգում եւ 18-րդ կատալոգում ովքեր այս պայմանները կատարել են, իրենք կմասնակցեն խաղարկությանը։ Ժամը ընթացքում կգրվի, կասենք երեխեք ջան։ Սա մեր նվեր քարտի մասին, առողջությունը ամենաթանկն է բնականաբար, որի մասին անդրադարձա, մենք ամեն 5 շաբթի 22:00 ունենք ուսուցում, այսինքն այդ ուսուցումը լինում է տվյալ մեր առողջության չաթում, կարա լինի չաթային ձևով կամ ինֆորմացիաներ ա տեղադրվում, հետաքրքիր օրինակ ինչ-որ լուծումներ այս կամ այն խնդրի համար, իմունիտետի բարձրացման համար, տարբեր թեմաներով երեխեք ջան, ինչը որ վերաբերվում է առողջությանը, մեր առողջության այդ կանալում կա, դուք կարող եք սկանավորեք QR-ը կամ եթե չգիտեմ, չստացվի հղումը մենք տրամադրում ենք անցած չաթում, միացեք խմբին եւ հոգ տարեք ձեր ընտանիքի առողջության մասին։ Եվ բնականաբար առողջության այդ չաթում, առողջության հետ կապված տարբեր հարցեր, հա, կներեք, ոչ թե առողջության հետ կապված, այլ մեր սննդային հավելումների հետ կապված, մի խոսքով, էլի, հա, առողջությանը ինչ վերաբերվում է, հարցերը կարող եք գրել, ես ու Սոնան, էլի աղջիկներ կան, հնարավորինս օգնում ենք, ինչը որ գիտենք մեր գիտելիքներով, մեր խորհուրդներով, մեր փորձով նաև կիսվում ենք։
Իսկ մնացած խորհրդատվությունը, եթե ավելի հստակ մենք ուզում ենք լիարժեք ինֆորմացիա տրամադրել, մեր մասնագետների օգնության ենք դիմում։ Այնպես որ անպայման միացեք այդ խմբին, երեխեք ջան։ Մաղթում եմ բոլորիս հաջողություններ, Faberlic-ի հետ իհարկե, աշխատում ենք միասնական, թիմային մտածելակերպով, շարժվում ենք առաջ, օգնում ենք իրար։ Էլի եմ նշում, չենք ամաչում հարցեր տալուց, աղջիկներ ջան, մեր հարցերը չենք փնտրում այլ ինչ-որ տեղերից, ասենք այլ մարդկանցից, ովքեր որ կապ չունեն ընդհանրապես Faberlic-ի հետ, դուք միշտ հարցեր տվեք այն մարդկանց, ովքեր այս Faberlic-ի հետ ունեն համագործակցություն, այսինքն ունեն փորձառություն, ճանապարհ, չգիտեմ, մեր խմբում էլ հիանալի աղջիկներ կան, որ միշտ պատրաստ on-line արձագանքում են ցանկացած հարցի։ Նախատոնական տրամադրությունը ուզում եմ ու էլի մեզ չխանգարի մեր աշխատանքի հարցում, երեխեք հիանալի կատալոգ է մեզ սպասում։ Ես տենց եմ զգում, որ մենք շատ լավ կատալոգ ենք փակելու, որտեղ երբ որ թերթում եմ կատալոգը, երբ որ նայում եմ այս սիրուն նկարները, հավաքածուները, արդեն sense մտովի պատկերացնում եմ ում ինչ պետք է նվիրեմ, այնպես որ հոգ տարեք նաև ձեր մտերիմների մասին, ավելի լավ է սիրունիկ sense փոքրիկ նվերներ անել։ Այստեղ ես կարծեմ սլայդ էի սարքել, բայց ոնց որ վայ կորել է։ Ուր է այդ սլայդը, երեխեք չի պահպանել։ Լավ, sense ասեմ։ Չնայած անդրադարձա այդ թեմայով, այն բոլոր նվերները կամ չգիտեմ, այն ինչը որ դուք ուզում եք թեկուզ ինքներդ ձեզ նվիրել նոր տարվա հետ կապված, որովհետև նոր տարին սկսվում է տոներ, մենակ նոր տարով չենք սահմանափակվում, այսա տոնի հետևից է չէ գալիս, աշխատեք ամեն ինչը կազմակերպել ձեր on-line խանութում։ Մի հատ պատկերացրեք, որ դա ձեր on-line խանութն է, երեխեք, Faberlic-ը հենց մի կողմ։ Դուք կուզենաք ամեն ինչ անեք, որ ձեր խանութում այդ ամեն ինչը իրականացվի, ճիշտ է։ Հենց որ տրամադրվում ենք, լավ աշխատում ենք, եւ այս մեր վերջին տարեվերջին կատալոգը մաքսիմում աշխատանքներն են ստանենք, որ մինչև դեկտեմբերի 25-ը sense լիարժեք ձևով այդ ամեն ինչը հասցնենք անենք, երեխեք ջան։ Այսքանը մեր կատալոգի, մեր ընկերության հնարավորությունների մասին։ Մեծ լավոր, ես վերջացրեցի, ինձ թվում է ինչ-որ հարցեր բան չկան։ Եվ մի քիչ անց կմիանանք նաև մեր մյուս վեբինարին, որտեղ կլինի կատալոգի պրեզենտացիան։ Այո, բոլորիս մաղթում եմ Մարիամ ջան, ես էլ հաջողություններ, առաջընթաց, որովհետև եթե մենք անընդհատ ինչ-որ նույն գործողությունների մեջ ենք լինում ու չենք փորձում ինչ-որ բան սովորենք, մենք առաջընթաց չենք ունենալու։ Հենց որ բոլորիս մաղթում եմ աճ, զարգացում, հաջողություններ մեր թիմի հետ, մեր ընկերության հետ։ Շնորհակալություն ովքեր որ միացել էին, ես զապիսը կանջատեմ եւ գնանք մեր մնացած մյուս գործերին, երեխեք ջան։ Ապրե շատ Լուսինե ջան, ուսուցման համար։ Սիրով, երեխեք ջան։ Ցանկալի կլիներ, որ